Ոնց որ ասում են, հանգիստ նստեք տեղներդ, չեք կիսում մեր ստրատեգիան, դուք գործ չունեք, ոչմ Մենք կասենք դուք հարկերը մուծեք, մենք ինչ պետքա կանենք, այո։ Երբ որ դու ասում ես ես խաշմերուկ եմ, չէ, չգիտեմ, ոնց են, խաղաղության խաշմերուկ կամ ոնց են ուզում դրա անունը դնեն, բայց երբ որ ասում ես խաշմերուկ եմ, նշանակում է այդ խաշմերուկը պահողա պետք։ Ու խաշմերուկը պահողը ոստիկանը չի։ Խաշմերուկը պահողը դա են, ոնց ասենք, ամրոցներն են, որ տերն են այդ խաշմերուկի։ Ամբողջությամբ պետությունն է։ Այո։ Ասում էր գնա պարտքը տուր 2 տարի պարտքը տուր։ Եւ ազատ ես։ Ու ազատ ես։ Տես բան չկա։ Իրականում միտումնավոր Միտումնավոր այո։ բաժանում են։ Երկրորդ տարածն էլ ասեմ, միասնությունը հայերը ոնց են պատկերացնում։ Ամեն մեկը պատկերացնում է միասնությունը սենց իր շուրջը։ Տառացիորեն ամեն ինչ գրած է, ինչ պետք է անեն, ինչ պետք է ունենան, մտածելու տեղ չեն թողնում։ Ու այդ ջարդելուց առաջ պատկերացրեք հայ զինվորը ֆրար ասեր հայք ջան, ումից ես ուզում ուժեղարնես, հələ բելի զորքն այո։ Այդ ազգ բանակը տենց է ձևավորվում։ Հակառակ դեպքում դա ազգ չի, դա ժողովուրդ կամ պետության բնակչություն բանակ է։ Դա այնքան էլ ազգ բանակ չի։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, Հարևորդի Վարդանովներ, ու այսօր մեզ է միացել Արմանը մեր առօրյավորման նախագահն է, բացի առօրյավորման նախագահից ռազմամարզական կառույցներն է առն նաև Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի զարգացման հասարակական կազմակերպության անունը գիտե, որ ՀՊ-ը, բայց շարունակությունը գիտե։ Կարճ հպազանք ասում։ Այո, հպազի էլի նախագահն է, մի խոսքով նախագահի հետ ենք նստած։ Բացի նախագահից, ուրեմն ոգեզեն հարթակում էլի համակարգող է, չէ՞։ Համակարգողներից եմ, այո։ Բացի դրանից, ուրեմն Արման Պողոսյանը իրական դպրոցում էլ ինչ-որ ֆունկցիաներ է կատարում, չէ՞։ Մեր ընկերությունը հիմնականում հենց ոնց որ հիմնադրել ու ֆինանսավորում է մեծ մասամբ իրական դպրոցը արդեն 9-րդ տարին է։ Դա ոչ պակաս կարևոր է իհարկե, բայց ավելի կարևոր է այն, որ դու նաև ասենք հայր ես, ամուսին եւ քո ընտանիքի պաշտպան որպես զենքը ձեռքումդ հայտնվել ես 20 թվականին մարտի դաշտում եւ դրանից հետո էլ ասենք առիթներ ես ունեցել հայրենիքը պաշտպանելու ՈՄԱ-ի հավաքագրված 99-223 զորամասում ինչ պաշտոն էիր վարում։ Ես սկզբում ուղղակի երկրորդ վաշտում սովորական որն շարքային եմ եղել, հա, բայց քանի որ կյանքը ստիպում է ուրիշ միջոցների դիմենք, Արմանը իմ կողմից նշանակվեց արդեն թաղավարտում, թե մինչև թաղավարտ։ Թաղավարտում արդեն, թաղավարտում, ուրեմն դասակի հրամանատար, անօթաչուների, թռչող սարքերի, ասենք, կառավարող օպերատորների դասակի հրամանատար։ Դրանից հետո ջերմուկ, կարճ ասած, հայր, ամուսին, հայրենիքի պաշտպան, մտավորական եւ վերջապես ՈՄԱ-ական, շուտկի ՈՄԱ-ի հավաքներին ես մասնակցել, կարճ ասած, ինչքան դրական բան կա Հայաստանում հնարավոր էր կրել, այդ ամեն ինչը կրում է։ Ինչ թեմայով ենք այսօր խոսում։ Այսօր խոսելու ենք ՀՊ-ի մասին, բայց մինչև այդ համակարգին անցնելը, որը տենց չորուց համակարգ է որպես այդպիսի համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգն է, այո։ Հիմնական բայց գալիս ամեն ինչ գաղափարից իհարկե, ու մենք մի քանի ձևով այդ գաղափարի անունը տալիս ենք։ Գաղափար ազգ բանակ գաղափարը որպես այդպիսին։ Երբ որ մենք ասում ենք ազգ բանակ, ճիշտ է, տենց ասենք միանշանակ սահմանում ամբողջ աշխարհը չի տալի ասում, հենց սա է նշանակում ազգ բանակ, բայց մենք բոլորս հասկանում ենք ազգ բանակ որպես բոլորի մասնակցությունը, պատրաստությունը, չէ, երբ որ պահը գա, բոլորս մասնակցում։ Երկրի պաշտպանության գործում։ Այո։ Իսկ դա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է ավտոմատովեկան որպես շարքային գնան։ Հա, մասնավորապես։ Քույր շարքային մեկն է կարող սերժանտ աղեն։ Չէ, ես օրինակ եմ բերում, որտեղ շատ բառացիորեն են հասկանում, էլի մարդկանց թվում է, եթե դու զենքով
հենց անմիջապես կռվի դաշտում չես, ուրեմն դու մասնակցություն չես ունեցել պատերազմում։ Այ, բարա 20 թվականին ամենայն դեպս համ պատերազմական գործողությունների ժամանակ է ինֆորմացիա ստանում որպես բացասական երևույթ, համ հետո եկել եմ իմացել եմ, որ կաֆեները լիքներ, կաֆե, մաֆե Երևանում մենք այնտեղ պատերազմում էինք, իսկ մարդիկ ստե կաֆեում էին։ Ես դրան ընդհանրապես բացասական չեմ նայում, որովհետև դա հնարավորային մարդիկ էին, ովքեր որ խոսքի պաշտպանողների օգտին աշխատանքներ էին կատարել 8, 10, 12 ժամ եւ եկել էին այդտեղ ավելի շատ նորությունների փոխանակման։ Չեմ կարծում, որ բոլորը ոնց որ ասած դարմայեդներ էին, էլի ասենք, եւ այն մարդիկ էին, ովքեր որ թքածուն են երկրի բանի վրա։ Ուզում եմ ասեմ, որ միշտ չի բացասական են ինչ որ երևում է։ Ամենա հիշում եք հանգուցյալ ռոբը ինչքան օգտակար էր մեր գումարտակում 10 հոգու տեղ էր զբաղացնում։ Հիշում եմ։ Բայց ով կմտածեր, որ ինքը իրականում 10 հոգու տեղ էր զբաղացնում, որ կողնու նարյադը ամբողջությամբ ինքը փակում էր, մենակ էր կարող խոհարարին նարյադը օգնել։ չէ, դրանից հետո որը մեջով էլ գիշերային հերթապահության էր։ Չէ, հələ մենակ ճաշարանի նարյադը 10 հոգի առավոտ 6-ից մինչև այո, երեկոյան։ ու բանա խոհարարը, ասենք մեր Տիգրանը, Կարեն Վարդանյանի եղբայրը, ինքը ռոբի վրա ուղակի սիրարված էր, ասում էր, «Ես ինչ տղա եմ»։ Հա, բայց առաջի հայացքից կասեիր, որ ռոբը այդ աստիճան պիտանելիություն ունի, երբեք չէիր ասի։ Մտածեիր սովորական տղա է։ Նույն ձևով։ Այ նույն ձևով ես նաև մտածում եմ ազգբանակի հարցում։ Ազգբանակի հարցում նենց չի, որ ամեն ինչը պետք է մարտունակ ֆորմի մեջ լինի, դաժե հղի տղամարդը, ցմփոր տղամարդը նկատի ունեմ, կարող է շատ պիտանի լինի, ասենք պաշտպանական համակարգի համար։ Եվ հա, կարանք ասենք հետեւյալը, որ բոլորը իրենց դերը պետք է ունենան ու բոլորը պետք է այդ գործում լինեն, բայց եթե որ նայում ես 21-րդ դարում պատերազմի տիրույթները այնքան բազմազան են, որ դա միայն հենց առաջնագծով կամ հենց զինվորական գործով միայն չի սահմանափակվում, որ շատ մեծ աշխատանք կա անելու լոգիստիկայի, հա, բանակավարություն ենք մենք ասում դրան, մեր հին բառը լոգիստիկայի եղել է բանակավարություն, դա եկել է բանակից, այսինքն բանակավարությամբ զբաղվելը Ведение войск։ Բանակավարությամբ զբաղվելը դա լուրջ պրոֆեսիոնալ գործ է։ Հարցը նա ինչքան համակարգված է դա եղել ու ինչքան համակարգված են դա մտել, որտեղ երբ որ մենք խոսում ենք գաղափարների մասին, գաղափարը անկալելի է, հա, նույնը ոգեզենը համախմբելու համար է այդ ամբողջ համահասարակական մոտեցումը ոնց որ համախմբելու համար է ստեղծվել ու այն հասարակական կազմակերպությունը, այդ թվում նաև ոման, որ միացել են ոգեզենին, դա նրա համար է, որ ստեղծվի այդ միասնությունը ու այդ միասնությունը բերի համակարգային ինստիտուցիոնալ աշխատանքի այն ինչ որ չկար իրականում ամեն մեկը մի ձև փորձում էր դա կազմակերպել, մտնում էր այդ աշխատանքների մեջ, բայց համակարգային մոտեցում չունենալը բավականին մեծ անարդյունավետություն էր ցույց տալի։ Ու այստեղ ՀՊԱ-ի մասին երբ որ խոսում ենք, ՀՊԱ ինքը ոնց է համապարփակ մոտեցումն է, որը որ էլի, հա, մոտեցումն է, թե ինչպես պետք է անել, այսինքն ինչպես հարցին է պատասխանում, ինչպես կարող է երկիրը, որը որ փոքր ռեսուրսներ ունի, տարածքովի ընդհանրենք կամ բնակչությամբ, ինչպես կարող հակազդի մեծ ուժերին, տարածքային, ասենք, չգիտեմ, նկատառումներ ունեցող ուժերին, ու ՀՊԱ եկել է որպես լուծում այդ գաղափարների ներքո ստեղծված համակարգ։ Երբ որ սկսում ենք խոսալ արդեն լուծման մասին, գաղափարը արդեն քիչ է, չի արտահայտում։ Մենք պետք է սկսենք արդեն լուծման մասին մտածել, ու այդ լուծումն է հենց որ կոչվում է համապարփակ պաշտպանություն եւ անվտանգություն, հիմնված համապարփակ մոտեցման վրա։ Հիմնական այդ ուղղությունը ոնց որ հայրը այսպես ասած, դա Ֆինլանդիան է, Ֆինլանդիայում ձմեռային արշավից հետո, հա, ձմեռային պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, ավելի շուտ, որը որ հիմա դարել է արդեն մշակույթ կարելի ասել, որովհետև այնտեղ երբ որ մենք գնացինք Ֆինլանդիայում ուսումնասիրեցինք ինչ վիճակ է, ոնց են ստեղծել, ոնց է դա գործում, ավելի շուտ ստեղծելը շատ շուտ բանից է ստեղծվել, բայց ոնց է դա գործում, ոնց է կայացած, հասկացանք, որ արդեն մշակույթն է այդ մարդկանց այդպիսին է։ Ուրեմն մի հետաքրքիր բան կար, ունեին մոտավորապես 1100 հրաձգարան քաղաքացիական Ֆինլանդիայում, որից Դի բանը ամբողջ երկրում էլի պետք է հասկանանք, որ մոտավորապես մեր
բանի չափ, մեր երկրի չափ բնակավայրերի քանակ ունի։ Ֆինլանդիան էլ մոտավորապես 1000 բնակավայր ունի, մոտավորապես։ Տարածքով իհարկե մեծ է։ Տարածքով մեծ են, բայց կա մարդկանց քանակով այդքան մեծ չէ։ Իրանք նոսր են, բայց բնակավայրերը բավականին մոտ են մեզ, էլի ասենք, ինչ բանով եմ ասում մոտ։ Խոսքի մեր մոտ գյուղեր կա, ասենք 50-60 հոգի են ապրում, իրանց մոտ էլ կան գյուղեր 50-60 հոգի են ապրում։ То есть մոտավորապես հրաձգարանի քանակը բնակավայրերի քանակի չափ է Ֆինլանդիայում։ Ինչը մեզ էլ ենք մաղթում, որովհետև առեսօր երևի 12-13-րդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ, երբ որ նետով սկսեցին իրար վրա կրակել մարդիկ, այդ վաղտվանից հրաձգարանի կարիքը եղավ, որովհետև մարզը բլապ է։ Երբ որ գուրզով էին մարդիկ խփում, կարող է, էլի ասենք, ոնց որ ասած բանա, գյուղի կաթմացում կերած տղեն այդ ծառի ճյուղը բանա, բայց նիզակը արդեն պարապոնք էր ենթադրում, իսկ նետը պարտադրում էր արդեն, ոչ թե ենթադրում էր, այլ պարտադրում էր, ու նետահարելու համար ես կարծում եմ մեր նահապետը բելին կրակելուց առաջ շատ երկար ժամանակ հրաձգարանում ժամանակ անցկացրել։ Դա շատ բայց բանա, պետք է հասկանանք, որ դա շատ չնչին մասն է ռազմական պատրաստության, չէ՞։ Իհարկե, ուղղակի այստեղ մենք գնացինք հանդիպեցինք իրանց ռազմամարզականների միավորման տնօրենին, ով որ սկսեց պատմել ու վրթոված, որ 1100-ից դարել է 800 ու պատճառը ինչն էր, որ կանաչների միավորումը ասել էին, որ այդ անտառներում, այդ անտառներում, որ կրակում են քիմիայի ինչ որ, որ տարածվում է կանաչին վնասը եւ այլն ու բարութի մեծ գազերը հետո եղնիկները ուտում են այդ անում են իսկ բանը մշակութային մասը որպեսի ոնց որ ավարտեմ միտքս այդ պատկերացրեք ամեն ռազմամարզական այդ կազմակերպությունները որ կային այնտեղ ստիպված սահմանափակում էին մցրել, ասել էին, այսինքն մարդիկ այնքան էին գնում այնտեղ պարապելու, ոչ թե որպես անհատապես, այլ կազմում էին արդեն ջոկատներ եւ այլն ու գնում էր դեպի մեծացման։ Ու որպեսի ինչ որ ձև կառավարեին, որ մասնազինված ուժերին տրված, որ մասնահասարակական, ասենք, այս միավորներին տրված, ասում էին դասակից ավել չհավաքվել։ Այսինքն ունեին քննություն դասակի հրամանատարի։ Դասակի հրամանատար համար 1 ռանկ, ասենք երկրորդ ռանկ նայած ինչ կարգի հմտություններ ունես, դրանից ավել ասում են դուք իրավունք չունեք։ Վաշտի հրամանատար նշանակում է մեր զինվորական, զինված ուժերից է նշանակում, ու իրանք գիտեին, որ վաշտի հրամանատարը իրանցով է ու դասակներով որտեղ պետք է հավաքվեն եւ այլն։ Դե Ֆինլանդիան ի վերջո 12 օրում 900,000 զորք էր հանում։ Չնայած իր բանակը բավականին փոքր։ Դու շատ ես ուսումնասիրել, ասենք, մենք էլ քիչ թե շատ բնականացանոթ ենք այդ ազգ-բանակ տարբեր սխեմաների։ Միջազգային պրակտիկա։ Հիմա բանա Ֆինլանդիայի բանը որ ասեցիր, ես հիշեցի ուրիշ երկրների ազգ-բանակները, օրինակ կա ազգ-բանակ, որը որ ինձ դուր չի գալի, Սինգապուրը։ Ոչ միայն Սինգապուրը, այդ համակարգը երկու երկիր են կիրառում։ Այսինքն շվեյցարական համակարգի մասին։ Չէ։ Բանա, Սինգապուրում ի շվեյցարական համակարգ։ Իրանք վեկայել են Իսրայելից, Իսրայելն է վերցրել Շվեյցարիա։ Բանա, տարբեր հասարակական կարգեր կարան նույն ռազմական համակարգը օգտագործեն։ Այդ ազգ-բանակ համակարգը երկու երկիր են օգտագործում այդ ձևի խիստ պետական եւ այլն, դա Հյուսիսային Կորեան է եւ Սինգապուրը։ Ես կարծում եմ, որ այդ սխեման մեզ այնքան էլ հարմար չի, հաշվի առնելով հայի ինդիվիդուալիստ լինելը, մեր ազգային, ասենք, լեզվամտածողությունը, հաշվի առնելով մեր նախկին բայց երևի ասենք էլի ինչով է խիստ, օրինակ բանում Սինգապուրում ամեն տարի հավաքներ կա ու հավաքների ժամանակ երբ որ գալի կշռվում ես ու ավել է լինում քաշդ, կարաս տուգանվես։ Կարաս չէ, տուգանվում ես։ Եթե բան կա, չափ կա ըստ տարիքի, թե ինչքան ձգում ֆիզիկական պատրաստվածությունը, թե ինչ մակարդակի պետք է լինի։ Եթե լավ ես հանձնում, հարկերից որոշակի չափով ազատվում ես։ Վատ ես հանձնում, հարկերդ ավելանում է։ Այսինքն շատ խիստ օղակ է այնտեղ։ Հա, բայց խիստը ինձ դուր չի գալի, գիտես ինչը, որ ամեն ինչը բանի ձևով է, ասենց ավտորիտար ռեժիմի վերևից ներքև է գնում, համ Հյուսիսային Կորեայում, համ Սինգապուրում, վերևից ներքև, այս սկզբունքն է աշխատում,
Я начальник, ты дурак։ Ես ոնց Իրաց որոշեցի, կայքերում որ նայեն էլ մարդիկ կտենան էլի տառացիորեն ամեն ինչ գրած է, ինչ պետք է անեն, ինչ պետք է ունենան, մտածելու տեղ չեն թողում։ Այս հպա այդ իմաստով այտենց չի, հպայի նախադրյալը դեմոկրատիան է, այլ ճիշտ ազատականացումն է, ազատությունն է։ Պաստորեն մենք Գիտակցական ամենակիչը մակարդակում։ բացի հպայից մեր պատկերացումներում մենք հորիզոնական կապեր ենք ենթադրում։ Իհարկե։ Հորիզոնական կապեր ենթադրում ենք համ ազգ բանակ, ասենք ուղակի լոզունգը տալով, համ երբ որ դրա շուրջ ասենք մտավոր աշխատանք է կատարվում եւ արդեն ոնց որ ասած պոլոշկեկով դասավորվում է, դառնում է համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգ, համ երբ որ դա սկսի կիրառվել կյանքում։ Ու դրա կիրառվելու փորձը ես նկատի ունեմ 23 թվականի հոկտեմբերի սկզբից մինչև 3-ից 29-ը կարծեմ, այն հավաքները, որը անցկացրեց պաշտպանության նախարարությունը մեր օգնությամբ, մեր օգնությամբ, հենց իմенно մեր ու այդ ձևի դրա կողմնակիցն եմ, ոչ միայն դրա համար, որ հաճելի չի, երբ որ վերադաս ունես, չէ, սենց տնես պիտի ունենաս վերադաս։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ամենավերևն են ու իրանց թվում է իրանք վերադաս չունեն, իրանք ունեն վերադաս։ Ու այդ վերադաս չունենալու միտքը, եթե իրանց գլխի մեջ կա, դա չարամտություն է, իրանք դրա համար պատիժ են ստանալու։ Եթե այս կյանքում չէ, ապա բանա այն մյուս կյանքում։ Չէ, պետք է ունենաս վերադաս։ Ես հորիզոնական կապերի հետ եմ։ Այդ հորիզոնական կապերը այդ մեծ բանա եղբայրության, ազգի միասնության, բազմազան մարդկանց, ընտանիքների ընդհանրության մասին է խոսքը։ Այդ ազգ բանակը տենց է ձևավորում։ Հակառակ դեպքում դա ազգ չի, դա ժողովուրդ կամ պետության բնակչություն բանակ է։ Դա այնքան էլ ազգ բանակ չի։ Այն ինչ որ Հյուսիսային Կորեայում է եւ Սինգապուրում։ Ես մեղադրական չեմ ասում, իրանց լեզվա մտածողությունը ասեմ։ Իրանց մշակույթն է։ Իրանց մշակույթը այդպեսին է, դա նորմալ է։ Բայց իրանք էլ լավ հարմարվել են այդ մեջ։ Ապետ իրանք իրանք տենց են մտածում, որ դու իրանց ուրիշ բան ես անում, իրանց մոտ ստեղծվում են ավազակային խմբեր, անունը տրիադա, սկսում են աչուձախ, ասենք մաֆիա կինոներ նկարել։ Սկզբից հանցագործություն անել, հետո մաֆիա։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Այ միջայլոց տրիադան էլ շատ ժոստկի, ասենք, վերտիկալ հանցագործ խմբավորում է։ Դա ընդհանուր Ասիայի մտածելակերպն է։ Հա, ընդհանուր Ասիայինը նաև ինձ թվում է Սինգապուրի դեպքում այդ համաշխարհային պահանջը։ Այդ կապուղիները բոլոր որ գալիս են իրանց մոտ, ինքը պորտ է, որպես այդպեսին ամբողջ աշխարհից նավերը գալիս է։ Համապատասխան է։ Եթե այնտեղ հայերը լինեն, չէր ստացվի։ Գուցե ուրիշ ձևով անեին, բայց պահանջը մեկն էր լինելու ոնց որ խիստ, հնարավորինս խիստ պաշտպանված, այնտեղ ներսում ոչ մի չգիտեմ, կրիմինալ չլիներ։ Բայց դու ունեցել ես ազգ բանակ, որ դե շատ խիստ է եղել, բայց եղել են հորիզոնական կապեր։ Ես նկատի ունեմ, ասենք, մելիքական օլիգարխիկ հանրապետությունը Դավիթ Բեկի ժամանակ Սյունիքում։ Հա, ու նաև նկատի ունեմ բացի մշակույթից կա ոնց որ միջազգային պահանջը, որ դու պետք է լինես այդպեսին, որպեսզի բոլորս մեր նավերը ուղարկեն կտեղ ու բեռնափոխադրումները աշխատան, դա միջազգային պահանջ է։ Եթե քարավանային ճանապարհները ապահովություն դու չկարանայիր անել, քո տարածքով ոչ մեկ չէր գա, դու սոված գմեռնեիր։ Դրա համար սա բանը, այդ օլիգարխիկ հանրապետությունը, որ ստեղծվել էր Սյունիքում, ինքը շատ խիստ ցանկացած ընդվզում պատժում էր։ Ցանկացած, այն որ այս մի մելիքին գնացին ամրոցը ոչնչացրեցին, հողին հավասարցրին, այս մեկին գլխատեցին, այն մեկին դավաճան ու ասենք վտարեցին, դա հենց այդ դրա մասին է խոսքը։ Կարաս լինես խիստ, բայց հորիզոնական կապեր պահես։ Համաձայն եմ ու այդ պահանջը, որ ասում եմ, նաև ուզում եմ պրոյեկտեմ Հայաստանի վրա։ Հայաստանի վրա էլ կա այդ պահանջը։ Հիմա եթե այս միջազգային այս չէ բեռնափոխադրումների ուղիների մեծ պայքարը սկսվել է, վերափոխումներ ա գնում, ամեն մեկը իր ձևով գծում է, այդտեղ էլ կա այդ պահանջը, որ երբ որ դու ասում ես ես խաշմերուկ եմ, չէ, չգիտեմ, ոնց են խաղաղության խաշմերուկ կամ ոնց են ուզում դրա անունը դնեն, բայց երբ որ ասում ես խաշմերուկ եմ, նշանակում է այդ խաշմերուկը պահող է պետք։ Ու խաշմերուկը պահողը ոստիկանը չի։ Խաշմերուկը պահողը դա են ոնց ասենք ամրոցներն են, որ տերն են այդ խաշմերուկի։ Ամբողջությամբ պետությունն է։ Այո։ Ամբողջությամբ այդ տարածքի Պրոյեկտում ենք ոնց որ հենց Հայաստանի վրա ստեղել է իրականում այդ պահանջը, որովհետև
Մյուս կողմից էլ սխալ է պատկերացնել այսպես էլի, որ եթե այս տարածքը կարևոր է, այդ բեռնափոխադրումների նման փոփոխությունների, գեոպոլիտիկ փոփոխությունների մասով եւ այլն, մեծ ուժերը սկսել են նայել այս տարածքին որպես տարանցիկ։ Դու պետք է այստեղ ուժեղ լինես, բայց այդ գծերը, որ կա, այդ խաչմերուկները, դա չի ապահովում քո անվտանգությունը, դա չի նշանակում, դա ոչ բավարար պայմանա, ոչ բավարար պայմանա, ոչ անհրաժեշտ պայմանա, որ դու գոյություն ունենաս։ Առանց քեզ պետք է լինի։ Հա, հակառակը պետք է լինի։ լինի։ Եթե դու խաղաղություն ա մտածել, որ դրա խաթր քեզ չեն ծածկի։ Հա, հիմա ոնց որ այդ բանն է գնում, որ տրիպը եղավ մեզ անհատական։ Ասում ենք մանկամտություն է, բայց հիմա այն ինչ որ հրամցնում են ու ոնց որ այդ պատերազմական մեր այս դարաշրջանը ոնց որ անցել է, ինչի այդ ռոպագանդայի շնորհիվ, որ այդ գործոնները, որոնք որ հա ամրապնդող գործոններ են, դրա վրա պետք է աշխատես, չէ՞, Թրամփին նայես մեկ նայ եւ այլն, բոլորի հետ աշխատես ամրապնդող գործոններ, բայց դա չի երաշխավորում։ Ու այդ երաշխիքը մեր կառավարությունն էլ է, իշխանությունն էլ է ասում, երաշխիքը չկա։ Նես չի որ դա նշանակում է քո անվտանգությունը երաշխավորած է։ Բայց դրա մասին շատ ավելի քիչ են խոսում, քան են ռոպագանդան, որը որտեղ բան են անում։ Ինձ թվում է ավելի շատ պատրաստում են այս հունիսի 7-ը, հուլիսի 7-ը ընտրությունների են պատրաստում, դրա համար են տենց հրամցնում։ Բայց ես նաև տեսնում եմ, որ բանակում ինչ որ շարժեր կա դրական, շատ դանդաղ, բայց կա։ Այսինքն գոնե մի քիչ, մի այսքան, իրանք համապարփակ ասում են, բայց չեն հասկանում էդի։ Հաշվի առնելով մենք տարբեր հանդիպումներ ենք ունեցել։ Հա, նորից որ վերադառնանք համապարփակ նշանակում է պետության հզորության բոլոր տարերը միացնում ես ազգային հասարակությանը, մասնավոր սեկտորին եւ այլն, այդ ամբողջ ներուժը միավորում ես պետական հզորության բոլոր տարերի հետ, նոր դու գալիս ես այդ լուծման։ Եթե դու մենակ էլի շարունակում ես պետական տարերը ուժեղացնել, հա, ուժային կառույցները եւ այլն, դա լուծումը չի, հարցը հենց այդ է։ Դու պետք է աշխատես, կամք ունենաս աշխատես լուծման վրա, ոչ թե ուժեղանալու վրա։ Մենակ ուժեղանալը քիչ է։ Մենք հիշում ենք, ես վերջերս տենց անվտանգությանը նվիրված համաժողով էր ու միջազգային էր, այն տարբեր երկրներից, օկտեմբերի սկզբին։ Հա, Շվեդիայից էին եկել, Ֆինլանդիայից էին եկել եւ այլն։ Ու ելույթում ասվեց, որ նայեք համապարփակը հնչեցվում է, բայց համապարփակի փիլիսոփայությունը ակնհայտ է, որ ընդունված չի։ Անկալումը պետական մարմնի անկալումը չկա։ Անկալումը չկա, որովհետև հեսա գիտեմ ինչ ես ասել։ Եթե դու չասես, ես կասեմ, այդ ինչ ես մի հատ ավելի, հա, մենք այնտեղ շատ ոնց որ վրթովեցինք ինչից ավելի շատ, որ խոսքը գնում էր նրա մասին, թե մենք այնտեղ ենք, էլի ասում։ Հա, մենք որ խոսքը գնաց նրա մասին, թե ումից ուժեղ լինել։ Ես այդ մասն եմ շատ տպավորվել, որ այդպես այդ հարցադրումը ընդհանրապես պետք չի մեզ։ Ումից է պետք ուժեղ լինելը։ Այդպես պետություն չկա, որ ասում է, բայց ես ումից ուժեղ լինեմ ու դրանով սկսի չափել։ Այդ չափողականության մեջ չեն պետությունները, պետությունն են գործիքն է, որի ազգի շարունակականությունն է որոշում։ Ու երբ որ դու ասես, հələ պատկերացրեք, ասես մի բան, Հայկը դուրս է եկել, չէ, ասելա չէ, Բելին դուրս է եկել իր զորքով ու ցեղով, դա գալի գնում է դեպի հյուսիս։ Եկավ Բելը իր մեծ զորքով գալիս է ավանգարդը դեմից, ավանգարդը երևի մի 30,000 զորք է, ավանգարդին մի ձև ջարդում են, ու այդ ջարդելուց առաջ պատկերացրեք հայ զինվորը ֆրալ ասեր Հայկ ջան, ումից ես ուզում ուժեղ լինես, հələ Բելի զորքն է, Բելը տանք ախոպես։ Հա, էլի, այնտեղ մեզ լավ տեղ են տալի աշտարակի վրա, այնտեղ մեր համար լավ էր, ումից ես ուժեղ լինես, Բելից ուժեղ լինես, ու ինքը չկրվեր, ասենք։ Ուզում ասեմ, այդ հարթության մեջ, երբ որ մենք խոսում ենք անվտանգությունից, մենք գիտենք ինչի համար ենք խոսում դրա մասին, հա, ու մենք գիտենք, որ մեզ լուծում է պետք։ Հիմա հապա լուծումն է տալի, ինքը ասում է սենսն է լուծումը, երբ որ դու մենակ մի տարն ես ուժեղացնում, հա, մեր բանակը ուժեղանում է, փորձում են վերականգնվեն, գուցե կվերականգնեն կհասնեն նախորդ վիճակում, բայց դա էլ լուծում չի, որտեղ նախորդ վիճակը պարտվել է։ Հենց այդ է 20 թվականը դա ցույց տվեց։ 20 թվականը ցույց տվեց, մեզ 30 տարի խաբել էին։ Մենք մեզ խաբել ենք, մեզ ոչ մեկ չի խաբել։ Չէ, մենք ենք մեզ խաբել, հա, որ բանակը այս պետությունն էլ է էդի տարել, պետությունն էլ է ասել գնա հասկացա լավ կառավարիչներ է, ասենց ասեմ, կառավարող այրիկ Այն որ մարդը ասում է կառավարությունը ես եմ, միգուցե իր ինքն է, բայց պետությունը ես եմ։ Հա, պետությունը բոլորս ենք։ Մենք ենք պետությունը։ Բայց ինչ էր գնում, նույնիսկ լեզվա մտածողության մեջ ասում էր գնա պարտքը տուր 2 տարի պարտքը տուր։ Եվ ազատ ես։ Ու ազատ ես։ Դες բան չկա։ Մոռացի вообще։ Նույն Ֆինլանդիայում ինձ թվում է մի քիչ երկար են մարդիկ
այդ իրենց պարտքը տալի։ Շվեյցարիայի օրինակը միջև 60 տարեկան են իրանք։ մեծացրել են, միջև 65 են ինչքան գիտեմ հետաքրքիրը ոնց է, որ պարտադիր մասը Ֆինլանդիայում 6 ամսից 9 ամիս է, հա, ինչ որ դեպքերում 11 ամիս կար հատուկ ինչ որ մասնագիտացումով, բայց 6 ամիս ծառայելուց հետո իրանք ունեցին են այդ մշակույթը ու կառավարության մոտեցումը գուցե չգիտեմ ոնց ասեմ, բայց ունեց է որ դու այդ 6 ամսից հետո ունեց էր սիրահարվում այդ գործին։ Դու այդ գործը էլ չէր թողում, դու մինչև խորձերություն զբաղվում էր դա զարգացնելով ու պատրաստությունով էր զբաղվում։ Իրականում իրաց մոտ որսորդությունն էլ է լավ զար, իրենք դարերով որսորդությամբ են զբաղվել ու դրա շնորհիվ էլ են կարացել ռուսների Սովետ միությանը ծեծեն։ Իրանք երբ որ 19-րդ դարում Շվեդիայի ձեռից Ֆինլանդիայից խլում էր նույն, ասենք, ռուսական գեներալ Բագրատիոնը, այնտեղ Կուլնևը, որի զոհվելու վրա ափսոսանք, թե արդյունք էր թափել, ասենք, Նապոլեոնը հակառակորդի, ասենք, հեծելազորային բանա գեներալի բանի զոհվելու վրա բան, то есть դեմք ա եղել էլի։ Իրանք չէին կարող ոչ մի բան անեին, քանի Ֆինլանդիայի, ասենք, բանը, որսորդը այդ չմիացավ իրենց նախապապին այսօրվա ֆիների, ասենք, այն հիմար ֆիների, որ ասենք իրանց նեյտրալիտետը թողեցին մտան, ասենք, ինչ որ բլոկի մեջ կապ չունի, որտեղ իրանք նեյտրալիտետով ավելի վախենալու են, իրանցով ուժեղացրին ՆԱՏՕ-ն պրոստը, ՆԱՏՕ-ն թուլացել է ագին իրանցով ուժեղացրին, բայց լավ ոչինչ է դա իրանց գործն է։ Իրանց մինչև գլխի մեջ չմացրեցին, ասենք, բաները ռուսները, որ մենք ձեզ ոչ մի բան չենք ասում, ոչ ձեր եկեղեցիներն ենք փախցնում, ոչ ձեր կանանց ենք տանում, եսի ինչ բան, ոչ է ձեր անտառներն ենք ձեզնից խլում, իրանք պարտիզանական կռիվ էին տալի ռուսական զորքերի դեմ ու դրա պատճառով մի սեզոն, ասենք, դե սեզոնային էր կռիվը, էլի հիմնականում կռիվը եթում էր այդ երբ որ ձում սարուց չկա։ Իրանք այդ մի սեզոնը կորցրեցին եւ ռուսական բանակը արդեն բանա այդ բոտնիչեսկի զալիվ էր կոչվում, արդեն սառելուց հետո նոր կարացան ֆիների դիմադրությունը դադարեց, նոր կարացան շվեդական բանակը բրթեն շպրտեն Ֆինլանդիայից դուրս ու բանա այդ բանը խլեն իրանցից Ֆինլանդիան։ То есть ինքը հին տրադիցիաներ ունի, իր տարածքումով գալիս է առանց իր թույլտվության, ոտը որոշ տեղից պոկել է։ Իսկ թվում է մեր նպատակն էլ է, էլի, մեր ազգի նպատակն է դա։ Չէ, դա ուրիշ բան է։ Հիմա իրանց մոտ այդ որսորդների, այդ ստորաբաժանումների ձևավորումն է։ Իրանք բիրուկների ազգ են, ռուսերեն այտենց բարգա էլ առանձին անտառում ապրող իրանք անհատների ազգ են, դրանով նման ենք իրանց։ Իսկ ազգը դա միասնություն է։ Ինդիվիդուալիստ ես, ինդիվիդուալիստ չես, ինքը ընտանիք է։ Մեծ ընտանիքն է քո։ Այդ իրանց մեջ հիմա մտել է, ինքը շատ ավելի լավն է, այսօր քաղաքակրթորեն, քան եղել է սրանից 200 տարի առաջ, երբ որ Ռուսաստանը խլում էր Շվեդիայից իրանց հողերը։ Շատ ավելի լավն է, որտեվ ինքը բարձրացել է մի մակարդակ վերև։ Հիմա մեր խնդիրը մի մակարդակ բարձրանալն է, որովհետև մեզ միտումնավոր այդ ազգ գաղափարից իջացրել են, ցրել են, ատոմիզացիա են արել մեր ազգին, բաժանել են, սև, սպիտակ, չգիտեմ, հայ առաքելական, մուսուլման, չգիտեմ, բոլշևիկ, հնչակ, դաշնակ, արմենակյան, ոչ ինչ հնարավոր է բաժանել են, դե պարզ է, այդ process-ը մշտական է, առաջ անում էին թուրքերն ու ռուսները ու պարսիկները, շահ, падիշահ եւ ասենք կայսր, առեսօր ասենք պրոստը կառավարիչներն են, ասենք, կամ Հայաստանի նախագահները ներկայիս ասենք բանն էլ բացառություն չի, որովհետեւ այտենց հեշտ է կառավարել, բայց մեզ կառավարել առանց երաշխիքների, որ ասենք այս երկիրը կպահպանվի, մեզ ձեռ չի տալի։ Լավ, թողելի կառավարեին, ասենք, բայց երաշխիքներ մեզ պետք է, իսկ մեզ ով կարա երաշխիք տա։ Միայն մենք։ Միայն մենք, ինչի համար։ Որովհետև երաշխիքը դա երբ որ քեզանից է կախված։ Երբ որ ինչ որ մեկի ցա կախված, որի սեփականատերը կարա փոխվի, կարծիք ինչ որ մեկից կախվածը տեսան 20-23 այդ արդեն դրանց առաջ եթե 100 տարի հետ եթանք Կիլիկիայում են տեսել։ Այո, դա երաշխիքներ չեն, դա բլա 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 է, էլ ասենք, խոսակցություն, թուղթ փչացնոցի, կարող է լավ աշխատի, դուք պատկերացնում եք փաստաթուղթ կա, որի բանա
պեչատը տեսնելուց այսօրվա պրեզիդենտներ, նախորդներն էլ պետք է ծնկի կանգնեին, պաչեին այդ պեչատը պրեզիդենտ դառնալուց առաջ։ Ես նկատում եմ մեծ պետական կնիքը խփած Վուդրո Վիլսոնի բանի տակ։ Որ մեկն է իրանցից վիզ դրել, որ այդ պեչատը որ խփած է, այդ փաստաթուղթը բանը այդ թղթի արժեքից մի քիչ ավելի մեծ արժեք ունենա։ Ոչ մեկ, ոչ ոք։ Դա նշանակում է, որ եթե այդ Վուդրո Վիլսոնի փաստաթուղթը մեր համար կարևոր է, մենք պետք է վիզ դնենք։ Ինձ թվում է նույնիսկ եթե Արա Պապյանը շատ չաշխատեր էդի հանրայնացներ, իրենք կաղա չիմանային է դրա մասին։ Իրանք չիմանային։ Հա։ Ոմանք իրանցից։ Մեր կառավարիչների տարբեր մակարդակ։ Լավ, բանը Ֆինլանդիայում բանը նորից գանք Ֆինլանդիային, քանի որ դու իրանց հետ շփվել ես, մենք մենակ թյուրապես ենք իրանց բաներին, կառուցվածքներին ծանոթ, իսկ դու կենթանի շփում ես ունեցել։ Կա, չէ, ասենք, հասարակական կազմակերպությունների վրա նաև որոշ կազմակերպչական բեռ այդ դասակներ ձևավորելուց բացի։ Հասարակական կազմակերպությունները, այո, այնտեղ եթե նայում ենք մենք օրինակ ռազմամարզական կազմակերպություններին, այնտեղ բոլորը ի վերջո այդ էվոլյուցիայի ընթացքում բոլորը մի միավորման մեջ էին, ու միավորումը անընդհատ ստանում էր պատվեր պետությունից, որտեղ այն աշխատանքները, որ կապված է Պահեստազորի հետ, ու այդքան մեծ թվով Պահեստազորի հետ, զինված ուժերը իր վիճակի չի այդ պատրաստությունը։ Ինքը եթե լրիվ իր անձնակազմը դարձնի հրահանգիչ, այդ դեպքում նոր կկարողանա։ Հա, իմիջիացիա որ հարցրեցինք ինչքան է բյուջեն, իրանք այդ միավորման բյուջեն մոտավորապես 8 միլիոն եվրո էր ընդամենը։ Երբ որ նայում ես, ասում ենք, բա ո՞նց է տենց քիչ, ասում եմ, մենք 3000 հոգի վոլոնտյոր, հա, բան ունենք, հրահանգիչ ունենք, այսինքն այդ հրահանգիչները ուղղակի մասնակցում են, ուղղակի սովորացնում են, բայց պետությունից հետաքրքիր ինչ պատվերներ էին ստանում։ Պետությունից, ասենք, նոր զինատեսակ եկավ, չէ՞, ընդհանրենք մենք օգտագործում ենք այս ինչ տեսակի գիշերատեսիլները, հա, ոնց է ասում, thermovision-ը, հա։ Հիմա եկավ նորը, այդ նորը պետք է այդ պահեստազորը նորից կարողանա ծանոթանալ այդ ինչը եւ ոնց աշխատում եւ այլն, կարող է նոր զինատեսակ կա, նոր մի հատ միջոց կա, որը որ միջև այդ չի եղել եւ այլն, այդ ամբողջ պատվերը գալիս էր ոնց որ միավորմանը ու միավորման անդամ կազմակերպությունները բոլորը անցկացնում էին պահեստազորի համար վարժանքները։ Ընդհանուր առմամբ էլի հենց սովորական վարժանքների համար էլ էին իրանք պատվերը ստանում, բայց նաև կար այդ արդեն անունը մոռացել եմ, բայց այդ վերազինման ոնց որ process-ում եղած բոլոր վարժանքները տրվում էր հենց միավորմանը։ Զինված ուժերը պարզ այդ ավերցրեցին, սկսեցին կիրառել եւ այլն, բայց այն մնացած մասի համար իրանք այդ ի վիճակի չեն այդքան ապահովել։ Ռեզերվիստներին կակ մինիմում, ասենք, իմաստել չունի այդքան ռեզերվիստ կանչել հավաքների, որպեսզի, ասենք, ծանոթացնես այդ մի սարքի հետ։ Կամ էլ պետք է մի 15 հատ տարբեր բան կուտակես, չտաս իրանց, միջև սպասես հավաքը գա, նոր իրանց տալեցի, նշանակում է դու կորցնում ես, ասենք, արդիականությունը այդ սարքավորումների, այդ նշանակում է հանգարց, որ մի հատ գիլդի մեղավ, իրանք գալու են հանդիպեն, ասենք, դեռ իրանց համար ոչ ծանոթ, ոչ մշակված զենքի, զինամթերքի կամ սարքավորումների։ Դեք հիմա էլ ինչ են իրականում։ Կա հիմա եթե տիրույթները նայենք ինչքան է փոխվել, հա, այդ իմաստային պատերազմները, cognitive warfare-ն ասում, իմացական դաշտում են ասում կամ իմաստային են ասում կամ գիտակցական տարբեր ձևերով հայերը մի ձև, ասենք, չգիտեմ, տարբեր ձևերով թարգմանում են, քան որ տենց ինստիտուտներ չունենք, մի լեզվով չենք խոսում, ամեն մեկը մի ձև թարգմանում է դա։ Կար տեղեկատվական բաների դեմ պայքար, հա, այսինքն տեղեկատվական հասարակական կազմակերպություններին արտապատվիրած, մոտավորապես սենց էին արել, ուրեմն հասարակականներին արտապատվիրած էր, բայց կար գլխավոր կենտրոն, ուրեմն որը որ հակազդում էր հիբրիդային վտանգներին եւ այլն, այսինքն վերցրել են Շվեդիայի հետ մի հատ վիճելի ինչ որ կղզի ունեն, այդ վիճելի կղզում շվեդերի հետ կնքել էին պայմանագիր, ստեղծել էին եվրոպական, Եվրոպայի փողերով, եվրոպական ամենամեծ հիբրիդային պատերազմների հակազդման կենտրոնը իրանց համար։ Ու այնց սիմվոլիկ ոնց որ այդ կղզու վրա դա ստեղծել էին ու իրանց դե հիմնական խնդիրները ինչն էր, ասենք, չգիտեմ,
Ալժիրից կամ Մարոկոից, հա, Ֆինլանդիայում կոնկրետ Մարոկոից բավականին շատ քանակի բաներ եկել, փախստականներ էին եկել, այդ փախստականների ասիմիլյացիայով պետք է զբաղվեն, փախստականների մեջ, ասենք, հանկարծ չտարածվեր ինչ-որ մտքեր, որը որ Ծայրահեղականություն չտարածվեր, բացահայտեին եղած, ասենք, ֆունկցիոներներին գաղտնի, որը ասաղոսկել էր Ֆինլանդիայի տարածք ու քարոզեր անում, ատոս ու քանի որ տենց համակարգված էին, այո, ոնց որ Եվրոպան էլ վերցնում էր այդ փորձը իրանցից, դա նաև գաղտնի ծառայությունների հետ իրանք պետք է աշխատեին, հակահետախուզության հետ, հետախուզության հետ, դες շփումները պետք է լիներ աշխատանքային, գործնական եւ այլն։ Կուշ կսեմ, կուլալսի։ Քանի որ հապա ենթադրում է բոլոր գերատեսչությունների պետական, մասնավոր, հասարակական ինստիտուտների համագործակցություն, իրանք մի քիչ ծաղելով էին ասում էին մենք բոլորի համաձ կար ամեն մի գործը ոնց որ կոորդինացիոն կենտրոններ էին ստեղծել միջգերատեսչական կոորդինացիոն կենտրոն կամ հասարակական ինչ-որ բաների հետ աշխատանքի ու այնքան շատ էին այդ կոորդինացիոն կենտրոնն ասում են մի հատ էլ պետք է կոորդինացիոն կենտրոն ստեղծենք որը սրանց կոորդինացնի հա ու այդքան համակարգված աշխատում էին ու հետաքրքիր էր որ մեզ էլ ներկայացնելուց այդ ամեն ինչը սենց սկզբից դե Հայաստանից եկել են ոնց որ թե ռուսների հետ դաշին կնքած պետություններ, բան էս խեն եկել, սենց իրանց համար էր մի քիչ սենց ինչ անենք հայրի հետ ինչքան ցույց տանք, բայց ասեմ դեռ պատրաստական մինչև վերջ ցույց տվեցին, բայց մեր համար մշակած էր ոնց որ ներքևից վերև պլան, եթե այսքան անցար, քեզ լավ ցույց տվեցիր, կտանենք այն միսներ ցույց կտանք հայ եւ այլն։ Սկսվեց ոնց որ ոստիկանության ակադեմիայից, բայց գնացինք հասանք մինչև անվտանգության խորհրդի այն գրասենյակը, որը որ ազգային ճգնաժամը որ սկսում էր վերցնում էր իր վրա ամբողջ կառավարումը, որը մենք չունենք։ Մենք մեր անվտանգության պետք է բան անենք, որ ինքը մենակ ավելի շատ գաղափարային է ենթադրում։ Ինչքանով է դրանով զբաղվում, չգիտեմ, հա, բայց մենք համանդրությամբ էլ անգամ այդպես չի, հա, մեր անվտանգության գրասենյակը համանդրությամբ շատ թույլ ինչ որ դեր է տված։ Բանը երևակայ հենց նաև դրանից է, չէ, որ մեր մոտ լինում է բանը, ասենք երկրաշարժ, ոչ մեկի վեճը չի, մեր մոտը լինում է ջրհեղեղ, զորամասերը այսպես կայնած նայում են ոնց է այդ ջրհեղեղը եղել, ոնց է տանջվում բնակչությունը եւ դուրս չեն գալի օգնության, պաշտպանության նախարարությունը ունենում է, ասենք շարժական կամուրջներ չի բերում, այն կամուրջների փոխարեն որ մարդիկ բնակավայրերից կնոջը հանեն եւ տարեց մարդկանց դեպի դրանից կարևոր ճանապարհը միշտ պետական կարևոր այո, այդին դրանից չի որ մերոնք սրիկա են ուղղակի մերոնք աշխատելու ձև չգիտեն։ Ամեն դեպքում մենք այդ սովետական երկիր ենք։ Չէ, նայ սովետական երկիր ենք, բայց սովետական միության մեջ այդ ամեն ինչը մեծ երկիր է։ Այստեղ Հայաստանում կար քաղաքապաշտպանության գունդ, որը հետագայում Հայաստանի անկախության պայմաններում դառավ ակադեմիան այնի այն որ հանճարեղ մտքով ինչ որ մեկի անցավ կպցրեցին NVD-ին էլ ասենք որոշ երկրներում այտենց հա չգիտեմ վերցրել են։ Չէ, ասածս որն է, սովետը ուներ բանը, ու այդ գունդը երկրաշարժը երբ որ եղավ, մենք ուրեմն անկերներով ամսի 7-ին ժամը 4-ին սպիտակ մտանք, պրոբկա էր սարսափելի, այդ երկրաշարժից հետո մեզ արդեն այնտեղ բանը ոչ թե դիմավորում էին մեզ հենց, այլ գործ էին անում, ասենք, այդ գնդի տղաները То есть սովետը ուներ այդ ամեն ինչի համար նախատեսված ստորաբաժանումներ, ուղղակի այնքան մեծ էր կատաստրոֆան, որ սովետը այդ իր գնդով չէր կարում յոլատաներ այդ աշխատանքները։ Հասկանալի։ То есть իսկ Հայաստանի Հանրապետությունը 284 միլիոն բնակչություն ունեցող երկիր չի։ Ինքը լավագույն դեպքում այս պահին 3 միլիոն է, այդ մաքսիմում։ 3 միլիոն է որից մենք վիզա ենք դրել մոտավորապես 2 միլիոն 900 հազարը ոչ մի բանով պետական չզբաղվի, մենակ 100,000-ը զբաղվի, տարբեր ասենք ուժային կառույցներում, պետական կառույցներում, հիմնարկներում աշխատելով։ То есть այն 2 միլիոն 900 հազարը բանը ոնց որ ասում են հանգիստ նստեք տեղներդ չեք կիսում մեր ստրատեգիան դուք գործ չունեք, ոչ շամ մենք ասենք դուք հարկերը մուծեք, մենք ինչ պետքա կանենք, այո։ Բայց հենց այդ սովետական երկրի բնորոշիչ կետը հենց այդ է, որ պետական ինստիտուտները ու հասարակական ինստիտուտները նույն հորիզոնականի վրա չեն։
սովետից մենք ժառանգել ենք դա, ու այդ ինստիտուտներն են հիմա, դրանք չեն վերափոխվել։ Մեզ ոնց են նայում, այնը մեզ ոնց է նայում, ասում ենք մենք եկել ենք այս կառույցով, կարանք մասնակցենք, հանկարծ վրճգնաժամ լինի, չէ, ինչ որ աղետ լինի, մենք այս կառույցով պատրաստված կգանք։ Ասում են, չէ, տենց ձեր հետ կառույցի հետ չենք կարա կնքենք պայմանագիրը, տենց ֆորմատ չունենք, ոնց որ դու համակարգային փոփոխությունների մասին ես էլի խոսում, ես ավելի մարդկանց տվեք։ Մենք կնքենք այդ մարդու հետ ինչ-որ պայմանագիր, ու նույնը եղավ ջերմուկի ժամանակ, չէ։ Երբ որ անգամ եղավ խնդրանքը կամ պահանջը, ոնց ուզում ենք ասենք, որ մենք միանանք պաշտպանությանը, միևնույնն է, սիստեման առաջարկեց մի հատ պայմանագիր, որը անհատի հետ էր։ Անհատների հետ սկսեցին կնքել։ Բայց անհատների հետ բանը հասկանալի է, որ անհատը պետք է ինչ-որ տուղ ստորագրի, գոնե զենք ստանալուց, բայց կառույցը ամբողջությամբ անտեսվում էր, ամբողջությամբ։ То есть մենակ բանը դա շատ վաղուց բան է, այսօր էի պատմում Սերժ Սարգսյանը, երբ որ Digitech ցուցահանդեսի ժամանակ բանը եկել էր բացմանը, Կարեն Վարդանյանը ինձ կանչեց, այնտեղ քշեց այդ պատմությունը, երբ որ մի քանի անգամ կանչեց, ես չէի մոտենում, վերջը մոտեցա ու Սերժ Սարգսյանը բանը լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, կարգադրեց հետախուզության պետին, որ իմ հետ աշխատի անմիջապես։ Երբ որ ես գնացի հետախուզության պետի հետ արդեն բան անելու, թե որտեղ է մեր համագործակցության եզրերը, ինքը ասեց առանձին կոնտրակտ ստորագրի իմ հետ, բանը որպես բան աշխատող հրահանգիչ։ Ասի բա կառույցը, այդ իմ հետը ես Սերժի հետ որպես անց խնդիր вообще չունեի իրան բարև տալու, մանավանդ այդ վաղ դուրս չէր գալի, ոնց է կառավարվում հանրապետությունը, այնպես չի որ հիմա է դուր գալի, բայց այն վաղ էլ դուրս չէր գալի։ Հա։ То есть կառույցի մասին էր խոսքը։ Այո, կառույցի չընդունվեց։ Ու այս վերջերս էլ պաշտպանության նախարարը հպարտությամբ ասեց, որ մենք կամաց-կամաց հրաժարվում ենք հասարակական կազմակերպությունից, DOSAF-ը նկատի ուներ, որի հետ համագործակցություն։ Բանը արդեն քիչ-քիչ մոտենանք, թե մեր պետությունը հայտարարել է արդեն տարուց ավել է ՀՊ-ի մասին 2023 թվականին 2 տարի է հայտարարել է, երևի 1.5 տարի առաջ էր ոնց որ անվտանգության այդ գրասենյակը խոս տվեց, որ ինքը կկարդա կհասկանա այդ ինչ է, ոնց որ հասկացել էր ասին։ Դե ախքը եթե հասկացել է, դա չի նշանակում, որ պետության ղեկավարը չէ, ինչ որ բաժին գոնե հասկացել է, դա դա հենց վարչապետի հրամանն է, ինչքան գիտեմ եղել։ Անվտանգության խորհրդի գրասենյակը 2023 թվականին, երբ որ հրավիրեց Ոգեզյանի անդամներին, մասնավորապես նաև պարոն Արզումանյանին, ինչ ասեց, այն ինչ որ դուք հասարակական այս կազմակերպություններով փորձարկել եք, մշակել եք, եկել եք, հասել եք այս աստիճանի ու ՀՊԱ ներկայացնում եք ներքևից վերև որպես շարժում, որը հրամցվում է արդեն, հա, պետությանը որպես անվտանգության ոնց որ համակարգ, դա մենք տեսել ենք ու մտածում ենք, որ դա իրոք մեր պետության համար կդառնա ազգային անվտանգության համակարգի, ոնց որ դրա վրա կհենվենք համապարփակ մոտեցման եւ այլն։ Այսինքն ու երբ որ մենք սկսեցինք աշխատել, ասին որ երկիր եք ուզում գնանք, որ ուսումնասիրեք, չէ, շատ լավ էր գնում իրականում գործը, ամեն ինչ ճիշտ արվում էր, ու ընկալումն էլ ներսում շատ լավ էր, բայց ինչի ներսում ասելով մի քանի անգամ շեշտենք, աղքի մասին է խոսքը, անվտանգության խորհրդի քարտուղարության մասին։ Քարտուղարության հա ու գրասենյակի մասին է, բայց ոչ խորհրդի մասին ես շատ բան չեմ կարող ասեմ, ով չեմ տեսել, հա։ Ու երբ որ այդպես նայենք, մենք ասեցին ինչ արեք, վերցրեք տեսլականը գրեք երկրի համար, ոնց է պետք լինի, տեսլականը սարքեցինք, այդ երկու երկիրն էլ գնացինք, Էստոնիանը գնացինք։ Հետո իրանք է պետք է տեսլականը։ Հա, հետո այդ տեսլականը գնաց ինչ որ մշակումներից հետո ընդունվեց մի հատ տեսլական երկրում, որը նշանակում էր, որ 95% ներուժը հասարակական մասնավոր եւ այլն պետք է միանա պետության ու մի հորիզոնականպես որպես մի մարմին աշխատի, ու որոշեցին դա չհրապարակեն։ Երբ որ ասենք մեծամասնության համար ստեղծված դոկումենտներ, չէ, փաստաթղթեր, որը չհրապարակվեց։ Հետո արդեն իմացանք հայտարարություններից, որ տենց բան ընդունվել է, մենք չենք էլ իմացել, մեզ չեն էլ ասել, որ դա ընդունվել է։ Դա բանը արտաքին աշխարհի համար է ընդունվել երևի ներկայացնելու, հա։ Որտեղ եթե մեզ չեն ասում, ու հետնել մենք քաղաքացի ենք, այդ ամեն ինչից պետք է տեղյակ լինենք, չէ՞ որ մասնակցենք։ Այո, ոչ միայն իրանք պետք է խրախուսեն քաղաքացիական հասարակությունը, համայնքները եւ այլն, կորիզները ստեղծվել են։ Մենք ավելի շատ բանը ռուսական իրականության մեջ, բան կար ռուսական կայսրության իրականության մեջ, այտենց հասկացողություն կար Պատյոմկինսկիից Դիրևնի։
երբ որ ասենք իրանց բանը կայծ կան, այդ կայսրուհին Սանկտ Պետերբուրգից Մոսկվա էր եթում, ճանապարհին sense գարդոնից գյուղեր էին սիրուն զարդարած նկարած վերում շարում, սիրուն հագնված ասենք մի քանի օքի բանը քրիստիաններ, sense ու sense այդ էր։ Դե գալիս ենք Արմանի ասացին, Արմանը սկզբում ոնց որ Սինգապուրի մասին որ խոսում ենք, ասաց էդի ուրիշ տեղից է պահանջ։ Թոս փչոցի։ Իսկն խաղաղության հաշմերում քյոլում են այդ պահանջ բարձրը։ Դու այդ կարծիքի ես։ Այսինքն մեզ քյոլելով իրանցել են քյոլում։ Իրանք այդքան ռիսկ չունեն իրանց քյոլենալը։ Ես էդ եմ տեսնում։ Իրանց դեսպանները ստեղ նստած նայում են, ինչա կատարվում։ Հա, բայց այդ դեսպանների մի մասն էլ չի հասկանում այդ ինչը։ Իրանք այդքան ռիսկ չունեն քյոլենան պատվիրատուներին։ Օրինակ իմ տեսածով ես ոնց եմ տեսնում մեր երկրի վիճակը, իրանք սաղի քյոլենոման են գալի։ Իրանք իրանց, չգիտեմ, իրանք դրսին, իրանք ներսին սաղին։ Երկրում ներդրման մասին որ խոսում ենք, ասենք հայտարարությունները լսեցինք, հետո ասամբլեաներն մեծ սփյուռքի ընդեղ էլ հայտարարվեց, մեծ տարերով գրվեց համապարփակը եւ այլն եւ այլն։ Հետո էլի սկսեցին հայտարարել, հետո գործ այդ ընթացքում չէր արվում, բարձա մենք երբ որ այդ պայստազորի ծրագրերով գնում էինք եւ այլն, վերջում գալիս էր կանգնում էր քաղաքական որոշմանը, այսինքն քաղաքական կամքը չէր երևում։ Հիմա որ ասեմ գրասենյակը անվտանգության խորհրդի չէր ընկալում էր։ Մնացածը գուցե շատ դժվար է ստիրանց քաղաքական բանը, վարչապետը չի հրամայել դրանով զբաղվում։ Անվտանգության խորհրդի նախագահ վարչապետն է։ Չէ, բայց խորհրդում հենց վարչապետը, որ նախագահն է, հենց քարտուղարին ինքն է հրամայել որ զբաղվի, ինքը իր ոտով չի եկել, տենց ասած, իր կամքով չի եկել։ Իսկ կարող է ինքը չի հրավիրել, այլ քարտուղարը իր նախաձեռնությամբ ինքը վերջապես Չէ, հրաման կար։ Իրանց հետ զրույցում ինքը ոնց որ ասել ուսումնասիրել։ Հոն դեպքում եթե գնանք հաջորդ քայլերին, որ արեցին ու էլի տենց մնաց, բացի այն որ չաշխատեցին, այսինքն հələ որ մենք ոչ մի աշխատանք չենք տեսել, անցած տարվա մարտին էր կարծեմ, ասեցին, որ Հայաստանը սկսում է ազգային անվտանգության ռազմավարություն մշակել է։ Հա։ Ու ասեցին, որ ազգային անվտանգության ռազմավարությունը որ մշակվում է, կմշակվի նաև ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Երկու հիմնական գլխավոր դոկումենտները, որոնց վրա մենք պետք է հենվենք, չէ, մենք տեսնենք դա ինչ է ու համահունչ գնայինք այդ process-ին։ Ասեցին, որ երկուսի մոդել հիմքադրված հապա համապարփակ մոտեցումը դրված է հիմքում երկուսի մոդել։ Եկավ այդ համաժողովին ներկա են եղել, ասեցին մեզ որ գիտեք հոկտեմբերին այդ որ պետք է հրապարակվեր մեր նոր ազգային անվտանգության ռազմավարությունը չի հրապարակվելու, որովհետև օգոստոսի 8-ին ինչ որ բան է փոխվել։ Օգոստոսի 8-ին Թրամփի հետ հանդիպումներ։ Ու նորից ինչի պետք է վես վերափոխումը ճանապարհների, մեծ ինչ որ շարժերի կապ ունենա քո հա ոնց ես դու երաշխավորում ոչ մի բան եթե դա չի երաշխավորում դա ուղղակի գործոններ են որ կարան կայունացնեն կամ չկայունացնեն ոնց կարա ազգային անվտանգության ռազմավարությունը դրանից փոխվի ու որոշվի որ դա հələ չենք հրապարակում այս ձև չենք սարքում մեկ ուրիշ ձև ենք սարքում այսինքն փաստացի գալիս են կեն դրան որ փաստացի հրաժարվել են այդ համակարգի ներդրումից չէ ոչ հրաժարվել են ոչ էլ անում են Փաստացի դե ֆակտո հրաժարվել են, դե յուրե կարողա չէ, բայց դե ֆակտո հրաժարվել են։ Ես մի հատ ֆիլմ հիշեցի, ուրեմն մի տղա աղջկան բաներ անում, սեր, բան, sense բաներ, աղջկա ասում էր, չէ, բան ունդ։ Հա, հետո մի օր զանգում ասում է, ես քոլեջ պետք է թամ սովորելու, արի մոտս գիշերը ծնողները տունը չեն լինելու։ Մեկը քոլեջ է մեթալու, ես հետո սովորեմ էլ, ես իմ ուրիշ քաղաք։ То есть այդ բանը տեղի ունեցավ։ Իր բարոյականությունը կապված էր արտաքին աշխարհի հետ կապված հարցեր, ոչ թե իր ներսի բարոյականությունն էր, որ ինքը ասենք ամուսնու հետ բան, այլ դե եթե մնամ ստե պետք է բարոյական լինեն, որտեվ հարևաններ են, բաներ են, դե կարող ամուսնանամ այդ տղայի հետ կամ իսկ բանա կամ ուրիշի հետ։ Իսկ եթե քոլեջ, այս վիճակն է գալի, էլի։ Մենք գալիս ենք, գիտես ինչի մասին որ то есть մեր զրույցի որ հատվածին վերջապես վստահությունը քո երաշխող որպես ում վրա բացի քեզնից կարաս այնպես ում վրա էլի ասած երաշխավորած օրինակ քրդերը մի տարի առաջ կասեին Ամերիկայի բայց հիմա հաստատ էդի չեն ասում այսօր էլ եթե մի բան ասեն վաղը կարա փոխվի չէ հիմա էլ են ասում իրանց որոշ վերնախավի հատվածներ ասում են որտեվ երևի ինչ որ գարանտիաներ են ստացել հա որ իրանց ձեռ չեն տա
կամ իրանց որ ձեռ չեն տա, կամ որ ընդհանուր քրդերին ձեռ չեն տա, ու իրանք միջև հիմա հավատում են դրան։ Բայց փաստացի պետություն Չէ, ուներ։ իրանք արդեն ոտերը գետնից փոկվել է, իրանք Կարող։ աստվածներին են մոտեցել, էլի, ասենք կապիտոլիում նստածված ոտերը գետնից փոկվել, արդեն չեն նկատել, որ ոտների տակ Քրդստան բրծավ Սիրիայում, բրծավ, խասակեն մի կերպ է յոլայեթում, իտո այնտեղ արդեն Տախրիր Արշամի, то есть նախկին բաները ոչմ է տերորիստները նախկին այնտեղ էլ Լավ է որ վերադառնանք Հայաստան։ Կարող եմ քո կարծիքով ինչի չեն անում այդ հպա, ինչից են վախենում հասարակության հետ մի հարթության մեջ հայտնվելուց։ Կարամ Վախ կարա չէ լինի։ Ինչ որ վտանգ են տեսնում դրա մեջ, ինչ։ Ամեն դեպքում, նայեք, եթե դու ունենում ես կազմակերպված հասարակություն, ինստիտուցիոնալ հասարակություն, իրանք այն իշխանությունը, որը ավելի պոպուլիստական է, չի հենվում իրանց վրա, ճիշտ չի վարում գործերը ըստ կանոնների եւ այլն, շատ երկար չասեմ, հա, իրանց համար կազմակերպված հասարակությունը ինքը վտանգ է, որտեղ ինքը կազմակերպված ինստիտուցիոնալ ձևով բերում է իր դեմ, քան որ նորմալ երկրում վերահսկող է, չէ, հասարակություն, հասարակական ինստիտուտները նաև վերահսկող են, ոչ միայն լրացնում են պետության բացը, օգնում են իրանց, նաև վերահսկում են գործունեությունը, ու այդ վերահսկող մարմին որպես ինքը պետք չի, կազմակերպված մարմին ինքը քեզ պետք չի։ Ես ենթադրում եմ, որ դա ավելի շատ իշխանությունը պահելու համար է, ու մեր երկրում քանի որ մեր մոտ այնքան բաներ կա, կարա լինի երկրիդ հետ, հա։ Նայեք, հիմա երկիրը չլինի, որոշ դեպքերում այո, եթե ասենք ասենք ինչ ենք քրդերի տեսնում, ես դա օրինակը եմ գիտես տեսնում։ խի բերեցի։ Այս պահին մի 3 հոգի ասենք առաջնորդներից կան, որ էլի բան ասած չես տեն տալի Ամերիկային եւ Ֆրանսիային։ Ես կամ Ռուսաստանում։ Չէ, Քրդստանում։ Հա, Քրդստանում։ Միջև հիմա չես տեն երկրում- տալի, ոչ որ մենք ունենք երաշխիքներ, տես տերորիստները նախքին մտել են արդեն Քրդստանը կուլ են տվել։ Մի փոքր հատված այնտեղ էլի մտնում են էմիսարները, ստե զորքերն են մտել։ Այդ իգիլի բանը Դայիշի տերորիստներին բերթերից արդեն բաց են թողել, ընտանիքները ոչ ասած լրիվ հակաքրդական գործողությունները պամաքսում, էլի մի 3 հոգի կան, Օջալանի հետ ախբերություն են, դե Օջալանը բան արեց, չէ, խաչը պաչեց, պայմանական թուրքերի խաչ պաչեց Օջալանը։ Էրդողանի է, Էրդողանի, հա։ Բանը իր տանդեմ աննելով, բանը ինչ-որ երաշխիքներից են խոսում, որ Սիրիայի քրդերը ապահով են տերորիստների 100%-անոց իշխանության տակ։ Հիմա մենք էլ այդ վտանգը ունենք։ Օգոստոսի 8-ը, չէ, ուզում է լինի նոյեմբերի 8-ը, ուզում է լինի նոյեմբերի 7-ը սոցիալիստական հեղափոխության, ուզում է լինի Լենինի ծնունդը, ուզում է լինի Ադոլֆ Հիտլերի ծնունդը, մեկը մյուսից մի երկու օր շուտ են, չէ, ծնվել, ասենք, ապրիլին։ Ուզում է լինի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, ասենք, իր գառանտիաներով։ Այդ ամեն ինչը ով ինչ խոստանում է, դա մեզ որպես օբյեկտ են դիտարկում։ Օբյեկտը իրավասու չի ոչ մի բան անելու։ Մենք խոսում ենք սուբյեկտության մասին, երբ որ մենք ենք ինչ որ բան անում, այդ ինչ որ բան անելու համար, այն ձեռները, որ ինչ որ ղեկ են բռնում կամ չգիտեմ, կոշիկ են կարում, որպեսզի չկադրի հակառակորդը, ինվալիդ չդառնաս ընտանիքիդ համար բեր, դու պետք է սուբյեկտություն ունենաս, ու այդ սուբյեկտությունը քո պետք է լինի ուժեղ։ Քո սուբյեկտայինությունը պետք է լինի ուժեղ, իսկ դա ոնց է հնարավոր միասնությունով։ Նպատակ, կամք, միասնություն։ Միասնություն դե հայերը ոնց են միասնություն հասկանում։ Նախ առաջինը, առաջի արատը ինչն է, որ միասնություն նշանակում է բոլոր իրար հետ համաձայն են, հա, ասենք միասնություն։ Չէ, դա չի։ Չէ, ես հայ որպես արատ եմ ասում, հայերը ոնց են դա պատկերացնում։ Բոլորը սենց համերաշխ, բոլորը իրար հետ նույն համաձայն են, չէ, առաջի արատը դա որ միասնությունը ոչ թե դեբատների մեջ է, չէ, իրար հետ հակադարձելու մեջ է, վիճելը մեր մոտ չգիտես խի դիտարկում է ճշնամություն։ Հա, եթե վիճում ես արդեն Օրինակ Իսրայելում հակառակն է, իրանք իրենց գլխավոր ուժը հենց է որ համակարգ տարակարծությունն է։ Վիճում են գալիս են ինչ որ ընդհանուրի ճշտի են գալի ընդհանուր։ Մենակ ֆանատիկոսների մոտ, ասենք, տարակարծությունը թշնամության հիմքը։
ասենք նույն Իսրայելում խասիդները հենց իրանց կարծիքին հակառակ բան ես ասում, Դա սկսում են թեքել վրա։ բոլոր Քրիստոնյալի կան ուրիշ ինչ, կապ չունի։ Բայց մենք ֆանատիկոս չլինելով, ֆանատիկոսություն ենք ցուցաբերում իրար հետ շփվելուց։ Մենք միասնությունը, ով քարոզում է, ասում ենք հա, բայց գժի տեղ ենք դնում, էլի։ Աշխատում ենք շուտ մոռանանք, որտեվ գժի մասին շատ խոսալ, մտածել է, վատ բանա, ոնց են ասում, սուևերիա է, էլի վատ, որովհետեւ հիվանդին չկպնեն, բան, էլի, sense վիճակներ։ Մյուս արատը Իրականում մենք ավելի լավ ենք ընդունում ինչը Ուրենին ու Բարդին ամեն մարդ իրա դարդին, որ դե հաց ընդեղ կաց, չէ, հա, էլի ու տենց սրիկա քոչվորական մտածելակերպը քոչվորն էլ է տենց չի։ Քոչվորը հաց ընդեկած Բաուրենին ու Բարդին, դե էդի արդեն ուրիշ է։ էդի քոչվորը անապատներում կմեռնի է տենց, եթե ինքը տենց շարժվի, որովհետև շատ տեղերում բնության արհավիրքների դեմ, ել չեմ ասում հարևան ցեղերի կատաղած, պետք է միասնություն ունենաս։ Երկրորդ արատն էլ ասեմ, միասնությունը հայերը ոնց են պատկերացնում։ Ամեն մեկը պատկերացնում է միասնությունը սենց իր շուրջը։ Հա, ինքը գլխավոր։ Բա դե դրա համար էր ասում 3 միլիոն վարչապետ, այն մնացածը էս 3 միլիոնից բացի մեր երկրում, սաղ էս 3 միլիոնի ենթականերն են։ Ամեն մեկը իր ենթակաների թմով, էլի։ 3 միլիոնով բազմապատկած լուրջ թիվականում։ Լավ, մատ վերջի հարց սպառվում։ Իդեպ ձեզ մի բան էլ ասեմ, այո, այդ լայքեր, մայքերը մի մոռացեք, էլի, մի ալարեք, ով չալարի նա դալարի։ Բանա, այս զրույցները շարունակական են լինելու։ Արմանի հետ երևի մյուս զրույցն էլ անենք։ Կանենք։ Հա, մանավանդ Երևակայի դու մի 10% կարացիր ասես, ես մեր շատախոսության ֆոնի վրա, բա հայր եւ որդի Վարդանովների հետ ինչ ես ասում։ Հա։ Հետո էլի ուրիշ հյուրեր կունենանք, կարճ ասած, իսկ այս համապարփակի թեման ենք շարունակելու։ Հա, եթե մի քիչ ավելի շատ լայք անեք եւ կիսվեք ու դիտումները շատանա, կարող ստիպված շաբաթը 2 հաղորդում գրենք։ Մի հատի ու գալու ենք այն դրան, որ ազգ բանակը դա միայն զինվորականությունը չի։ Նույն Ֆինլանդիայում շատ տեղեր կամավորական բաներ կան, հրշեջներ կան։ Իսկ իրենք հրշեջ ծառայություն չունեն այդ շրջանում կամ շատ քիչ են։ Բայց դա չի նշանակում, որ պատերազմական գործողությունները իրենք զինվոր են դառնում։ Ինքը իր տեղը չունի ռազմական շարժ։ Հունվարի 28-ին երեխաներին էին նկարել այս ստուդիայում, ով ոնց է պատկերացնում, տղես էլ էր նկարված, ասում էր ես իմ համար իհարկե մի քիչ ցավոտ է, որ ասում ուզում եմ միլիցա դառնամ։ Ոստիկան եմ ուզում դառնամ, ասում բա որ հարցակվեմ բան, ասում այդ ժամանակ զինվորական շորերը կհագնեմ ու զինվոր կդառնամ, կեթամ կկռվեմ իրանց դեմ։ Ինքը 4.5 տարեկան հասակում արդեն պատրաստի ազգ բանակի, ասենք, իր արյան մեջ է երևի, դի չեմ կարաս։ Լավ, ըստ ամեն մեկս ձեզ կարճ դրան գամ ուրիշ անեկդոտ։ Ես վայթե ասել եմ, չէ, վայթե չէ, հաստատ ասել եմ։ Ես ունեմ 2 որդի, մեկը մաթեմատիկոս, որը որ սպայ ա եղել հայկական բանակում եւ որպես դասակի հրամանատար, մյուսը ֆիզիկոս միջուկային, որը էլի սպայ ա եղել, ասենք, то есть ինչով ուզում եք քաղաքացիական կյանքում զբաղվեք, ձեռք բերեք մի հատ նորմալ ռազմական, ասենք, մասնագիտություն, եթե չեք ուզում դուք համարում եք դուք ավելի ունակ եք, շարքային վիճակով մարտի դաշտում հայտնվեք։ Դիմեք զինկոմիսարիատներ, ձեր բարձրագույն կրթությունը հաշվի առնելով մի քիչ զբորեր եւ սպա կդառնաք։ Դա 3 առաջորը, չէ, այն մի առաջորը ինձ մի հատ զինկոմիսարիատի աշխատող ասաց, էլի ասաց բախի այդ հարցը չես բարձրացնա։ Ես հիշում եմ, որ հավաքից հետո նամակ գրեցինք, որ ես սպա եմ։ Մեզ բոլորիս մերժեցին։ Ամիոքո հաստատեցին, մենակ գումարտակի հրամանտար։ Լավ, վերջի հարցը տամ, ինչ աշխատանքներ, այսինքն ոնց ես պատկերացնում հպային գալը, ինչ աշխատանքներ պետք է տարվի պետության կողմից, հասարակության կողմից։ Ընդհանուր sense բան կա, եթե sense մենք էվոլյուցիոն ճանապարհով գնանք, կամաց հասկանալով, գլխներիս հանդարտելով, այդ շատ երկար ճանապարհ է ու հարց է կհասնես թե չէ։ Մյուս տարբերակը դա
ավելի ռադիկալ տես ռևոլյուցիոն ճանապարհն է, բայց կողմից այդ հեղափոխությունը տեսել ենք էլի ինչա բերում, շատ բաներ քանդվում է, ով սիստեման չի վերականգնվում, այլ փոխարինող սիստեմաներ չի սարքվում, այս մասը որ ուսումնասիրեցինք, այդ փոխակերպման մասն է, այսինքն տրանսֆորմացիայի մասն է, ոչ էվոլյուցիա է, ոչ ռևոլյուցիա է, տրանսֆորմացիա է, ու եթե նայում ենք Էստոնիայի խի գնացինք, որտեղ Էստոնիան նոր էր համապարփակած, ես ուզում եմ այդ հարցը տալ, հա, ուզում ենք հասկանանք, բայց ինչ խնդիրներ ունեն նոր բաներ, տնողները, հա, ասենք, իրանց մոտ հասարակությունը ճիշտ է, կայզելիտը կար, սիրում էին կազելիտը, գնում են կայզելիտում պարապում են եւ այլն, այդ մասը կա, բայց ընդհանուր առմամբ հպա, որպես այդպեսին, տենց նիշ չի, որ հասարակությունը ընդունել էր, ընկալում էր։ Մեր մոտ շատ ավելի ուրիշ է վիճակը, պատերազմը տեսած ենք ու շուտ տեսնում ենք այդ, ու պատերազմը մինչև իրանք ռեալ թշնամի չունեն, էլի, իրանք ունեն հակառակորդ երկիր, բայց որը ոչ ցեղասպանել է իրան, ոչ ասենք Իշան Թորինովի է իրանց թշնամին իրականում։ Վերջին անգամ կոവിഡ്ի ժամանակ են ճգնաժամ ունեցել, բայց երևի դա նաև լավ է նա, որ այտենցն են դրա համար էլ չեն ունեցել թշնամիներ մեծ, ասենք վտանգներ գուցե չունեն կամ վտանգներ ունեն, բայց դեպքերը չի եղել, որովհետև իրոք իրանք պատրաստ են։ Ու հիմնականում այդ գաղափարները եկան նրան, որ այդ տրանսֆորմացիան է, այսինքն դու համակարգը ես փոխում ամեն դեպքում։ Դու համակարգ ես փոխում, մտածելակերպ ես փոխում, փիլիսոփայությունը փոխում, դու զուտ էվոլյուցիոնով կամ արդիականացման ճանապարհով չես գնում։ Դու գնում ես տրանսֆորմացիայի ճանապարհով կամ հայերեն փոխակերպման, այս փոխակերպման ճանապարհը նշանակում էր պետք է մի հատ օֆիսելներ, որ կոչենք իրան տրանսֆորմացիոն օֆիս, որը որ պետք է վերցներ, քանի որ ընկալում, ասես պատկերացնել, որ բոլորը դա կընկալեն, կամ բոլորը կամավոր կգան դրան, այդտենց այդպես բաներ, հա, պետք չի մտածել էլի, բայց 10%-ա, 5%-ա։ Կորիզը պետք է լիներ տրանսֆորմացիոն բայց օֆիսը։ այդ դեպքում հնարավոր, եթե պետությունը գիտակցում է դրա անհրաժեշտությունը։ Օրինակ մեր պետության Եվ կամք ունի դա կատարել։ անտիկոռուպցիոննի պլան ստեղծեց կոմիտե, որտեղ դա կարևորում էր։ Իսկ այսօրվա մեր ղեկավարությունը ոնց որ թե չի կարևորում, չէ՞ այդ ամեն ինչը։ Կարևոր էր այդ ամեն ինչը sense երկար չենք պատմի, էլի որ տարիներով իրանք հա, դες չէր որ հա մենք հասկանում ենք որ մեծ է փոփոխությունը, բայց նաև կար ուսումնասիրված ոնց է պետք սկսել այդ փոփոխությունը, ոնց է տրանսֆորմացիոն օֆիսը, իր ագենտուրան ոնց է գնում, սկսում է գերատեսչություններում փոփոխությունը կառավարել, հետո կոորդինացիոն մարմինները ոնց են ստեղծվում, ոնց է ուժեղացնում հասարակությունը, խթանում այդ համայնքները ոնց դերակատար դառնան եւ այլն, չէ՞, մենք հիմա Հայաստանում որ նայես քաղաքացիական հասարակություն ուր է դերակատար։ Հնարավորինս ապա մոնտաժված է, ես կասեի։ Գերատեսչությանը ինչ որ հասարակական բան կա, խորհուրդ կա, բայց որ նայում ես դե մենք բան ինչ հարցեր են տալիս, ինչ են մենք ատոմիզացիայի մասին որ խոսացինք, մենք շատ կարճ խոսացինք, իրականում միտումն է որ միտումնավոր է, բաժանում են ու դա բաժանում են թե օկուպանտները, որոնք Հայաստանը ժամանակին ասենք օկուպացրել էին, թե ասենք մեր իշխանությունները 18 թվականից սկսած անկախ Հայաստանի։ Մեզ միավորող ուժ միակն է 1054 թե 57 թվից Անի Շիրակյան թագավորությունի տապալումից հետո, 45-ից Էսկոմ մենք մի անգամ ենք միավորող ուժ ունեցել մեր մոտ Հայաստանում։ Այն էլ փոքրիկ հատվածում Սյունիքում այն մարդը, ով որ Դավիթ Բեկ էր անունը կրում, եկավ թագավորություն առաջարկեցին հրաժարվեց եւ օլիգարխիկ հանրապետության ղեկավարն էր։ Ոնց որ ասում են պաժիզնիլի պրեզիդենտ, ոնց որ Վենետիկի դոժը, բանա դուքսը։ Ինքը ընդունեց այդ բանը ձևը, որովհետեւ ուրիշ փրկություն այս վայրենիներով շրջապատված դու չես կարող ապահովես։ Ուրիշ ձևով չես կարա միայն միասնությունով, բայց ցավոք ինքը միակն էր։ Ու 18-րդ դարից էսկոմ հայ միջայլոց մի օր արժե բան անել, գիտես, էդի բանը կանչել այդ ժամանակաշրջանը շատ լավ ուսումնասիրած Արմեն Այվազյանին արժե ինքը եթե ընդունի մեր հրավերը կհրավիրենք, այս երբ որ համապարփակի անվտանգության եւ պաշտպանության համակարգի մասին խոսալու թեմաները ոչ թե սպառենք, այլ կարճ ներկայացնենք ձեզ մի քանի հաղորդումով, հենց հետո երևի արժե նաեւ Դավիթ Բեկի մոդելին անդրադառնալ, որը որ բավականին լավ էր աշխատում։ Այսքանով վերջ է երևի։ Ոնց որ ժամանակը Եթե հայտարարություն ունես, ասենք, մեկին գովալու կամ մեկին մեր քրֆելու, բայց առանց ցենզից դուրս գալու էլ։ Պожалуйста։ Մեր հարթակը, ասենք, բացա, կարաս։
Չունես հայել որ մեկի Հայտարարություններ չունեմ ոչ։ Այսքանով ուրեմն ցենզից դուրս վերջացնենք, ելի հիշացնենք, որ լավ կլինի լայքեր դնեք, եթե դուներ չի գալի մի ձև արտահայտեք դա կոմենտներում կամ դիզլայքի տեսքով, կիսվեք այս հաղորդումներում, գրանց հետևեք մեզ Facebook, Instagram, YouTube, գրանցվեք Դետքի Patreon-ի, եթե ուզում եք հաղորդումները ավելի որակյալ տեխնիկական առումով դառնան ու ավելի շարունակվի ավելի շատ։ Մի խոսքով ակտիվ եղեք, պարապեք, շատ քարոզարիր է շատ լավ։ Այսքանով վերջ։ Այսքանով վերջ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։